Ողջույն մեր սիրելի հետևորդներ ջան։ Ինչ ենք Ջուլիա այսօր պատրաստելու։ Ողջույն բոլորին, այսօր կպատրաստենք մսով կարկանդակներ ողջուն։ Պերաշկի։ Պերաշկի ենք պատրաստելու։ Ինչը անհրաժեշտ պատրաստելու համար։ Ուրեմն միջուկի համար մեզ անհրաժեշտ է տավարի միս, խոզի ճար, համեմունքներից աղ եւ սև բիբար, նաեւ ավելացնելու ենք սոխ եւ մաղադանոց ողջուն։ Իսկ խմորի համար մեզ անհրաժեշտ է ձու, կեֆիր կամ մածուն, ալյուր, սոդա, շաքարավազ եւ աղ։ Դե ուրեմն սկսում ենք պատրաստել։ Դուք պատրաստես ինձ թվում է խմորը, ես միսը կտրատեմ, որ մսաղացով աղանք։ Անպայման։ Ուրեմն սկսում ենք խմոր պատրաստելուց ողջուն։ Սկսում ենք խմոր պատրաստելուց։ Ինչ է անհրաժեշտ։ Դու ասես քեզի օգնեմ ամենառաջինը։ Տեղափոխենք ստեղ ողջուն։ Ուրեմն սկսում ենք պատրաստել։ Ամանի մեջ պետք է կոտրենք 3 հատ ձու։ Դե այդ ընթացքում էլ ինձ թվում է ես միսը կտրատեմ։ Կտրատի ողջուն։ Ձուն նախորոք լվանում ենք, անպայման։ Իսկ մեր պատրաստած պերաշկին ինքը առանձնանում է, թե Խմորիչով չի, սոդայով ենք պատրաստելու։ Ձվի վրա ավելացնում ենք 2 թեյ գթալ աղ։ Ավելացնում ենք 1 թեյ գթալ շաքարավազ։ Շաքարավազը շատ չավելացնենք, որովհետև խմորը սկսի շուտ կարմրել տապակելու ընթացքում եւ մեջը հում կմնա։ Ձուն, աղը եւ շաքարավազը հարիչի օգնությամբ ձեռքի թեթև հարում ենք։ Ձուն հարելուց հետո ավելացնում ենք կեֆիրը։ իսկ կեֆիրը քանի %-անոց է լինելու ջան։ 3.2 ողջույն։ Նորից ձեռքի հարիչի օգնությամբ խառնում ենք։ Այդ ընթացքում ես մանր կտրատում եմ միսը։ Հաջորդ մեր քայլը։ Ուրեմն ավելացնում ենք ալյուրը եւ դնում ենք հարիչի օգնությամբ պետք է լավ խմորը հարենք։ Ամբողջական բաղադրատոմսը տեսանյութի ներքևի մասում կգրենք։ Ողջան, այնտեղ յիշո կնոպկա կա, չէ՞։ Որտե՞ղ։ Յիշո է գրած։ Դիպչում եք յիշոյի վրա տեսանյութի ներքևում եւ բաղադրատոմսը ամբողջությամբ գրված կլինի։ Ապիսանիայի մեջ կգրենք։ Հա, այդ ապիսանիայի մեջ կգրենք։ Ողջան, ես ուրեմն վերջացրեցի, մնաց հարիչի օգնությամբ ստանանք փափուկ խմոր։ Մեր այս ձևի անենք ջուլ, ուրեմն դու հարիչի վրա տեղադրի թո հարի քո խմորը։ Ուրեմն մեր հետևորդների խնդրանքով, քանի որ իրանք շատ էին խնդրում, որ երաժշտությունը ամբողջական դնենք, որ իրանք լսեն, դուք վայելեք երաժշտությունը, մենք էլ մեր գործողությունները կկատարենք։ Գնացինք։ Հեքիաթ է պատմում, բայց ներսում մեր տունը շողում է լույսով, սեղանին հացն է բույրը մանկության, մայրիկի ձեռքերով լի սիրով ու հույսով, սեր կա մեր տան պատերի մեջ, ամենից ծիծաղ մի նոր արև է, ընտանիք իմ փոքր աշխարհ, որտեղ սիրտս միշտ տուն է գալիս, հայրիկի խոսքը ուժ է ու ճանապարհ, քույր ու եղբայր ընկերներ հավերժ, մի բաժակ թեյ, մի փոքրիկ Եվ աշխարհը դառնում է ավելի մեծ
փոքր աշխարհ, որտեղ սիրտս միշտ տուն է գալիս։ Խոհանոցում հոտ է տաք ու բարի, մեր հիշողությունները համով ու պարզ, YouTube-յան ալիքում մեր օրերի երգը, Դավթյան Family սիրով գրված պատմված, սեր կա մեր տան պատերի մեջ, ամեն մի պահ մի փոքրիկ հրաշք, ընտանիք իմ հավերժ երգ, դու ես իմ լույսը, իմ ամեն բան։ Ժողովուրդ ջան, վայելեցիք երաժշտությունը։ Իսկ հիմա մենք արդեն կտրատել ենք, միսը աղացել ենք, կանանչին կտրատել ենք եւ սոխը։ Ու կխնդրեմ անպայման մեկնաբանության մեջ գրեք, թե ինչ ձևա մեր մոտ երաժշտությունը ստացվի։ Ջուլիա, հաջորդ քայլը ինչ ենք անելու։ Խմորը արդեն կիսա պատրաստ է։ Հիմա ավելացնում ենք 2 թեյ գթալ սոդա, ոչ լիքը։ 3 ճաշի գթալ արևածաղկի ձետ։ Եվ նորից դնում ենք հարիչի օգնությամբ հարի ողջան։ Այդ ընթացքում մենք միսը կտապակենք։ Գնացինք։ Իրար հետ թեքվեցինք ողջան։ Ուրեմն խմորը արդեն պատրաստ է։ Ինչու ենք վերջում ավելացնում սոդան, որ ինքը ակտիվանա արդեն խմորի մեջ, ոչ թե կեֆիրի մեջ, այլ արդեն ամբողջական խմորի մեջ ակտիվանա, տարբերությունը կզգաք։ Իսկ ժամանակ է պետք, որ ինքը բարձրանա։ Միսը տապակենք կհանգստանա, ուղղակի պետք է հանգստանա։ Ուրեմն սկսում ենք տապակել միսը։ Փոխում ենք այս կողմ, սկսում ենք տապակել միսը։ Ավելացնում ենք բուսայուղ, տապակի ներքևի հատվածում շատ քիչ։ Ավելացնում ենք միսը եւ թողնում ենք, որ լավ տապակվի։ Իսկ երբ պետք է համեմենք։ Ողջան, հենց միսը գույնը փոխի, պետք է ավելացնենք սոխը։ Կհամեմենք աղով եւ սև բիբարով, ամենավերջում կավելացնենք կանաչի։ Միսը ավելացնելուց հետո բերանը փակում ենք եւ թողնում ենք, որ տապակվի, ողջան։ Անընդհատ պետք է խառնենք միսը։ Հիմա արդեն ժամանակն է, որ ավելացնենք սոխ։ Օգնեմ քեզ ջուր։ Օգնի ողջան։ Ուրեմն սոխը ավելացնելուց հետո նորից լավ խառնում ենք։ Հետո հաջորդ քայլը աղնա։ Անկարգ ողջան։ Հեսա մի հատ սոխը լավ խառնենք։ Ուրեմն եթե խոզի ճարպ չեք սիրում, կարող եք ավելացնել միայն կարակ։ Ով ոնց նախընտրում է։ Եթե կարակ էլ չեք նախընտրում, ուրեմն մենակ ձեթով տապակում եք միսը։ Այս անգամ մենք նախընտրեցինք խոզի ճարպով պատրաստել, մի քիչ ավելացրել եմ ձեթ։ Ավելացնում ենք աղ, հա։ Ավելացնում ենք աղ։ Սև պղպեղ, հա։ Սև պղպեղ։ Այսօր քողոքնականն եմ, էլի։ Նորից լավ խառնում ենք։ Այնքան պետք է հետեք, որ սոխը չերևա մսի մեջ։ Ինքը լավ պետք է եփի, սոխը ամբողջությամբ լուծվի մսի հետ։ Հալի։ Ահա, հալի։ Իսկ մեր խմորը ինչ վիճակում է։ Խմորը դեռ թող հանգստանա, ողջան։ Ինչքան երկար մնա, խմորը այնքան ավելի լավ։ Վերջ, բերանը փակում ենք։ Ուրեմն մեր օպերատորեսը։ Թե արդեն ինքը ակտիվացել է։ Չէ, արդեն պատրաստ է, ողջան։ Ուղղակի միջուկը պետք է պատրաստենք, թողենք սառի, նոր սկսենք պատրաստել մեր կարկանդակները։ Գնացինք։ Ջուլ, մեր մոտ խմորը արդեն պատրաստ է, չէ՞։ Պատրաստ է, ողջան։ Ես Լնեք։ գնդեմ։
Այ ողջան։ Ուրեմն այդ ընթացքում մեր արդեն միսը լավ տապակվել է, անհրաժեշտ է ավելացնենք կանաչ։ Ես միջև ավելացնեմ կանաչին, խառնեմ, դու խմորը գնդերը կանեմ ես։ ուրեմն ավելացնում ենք կանաչի։ Ժողովուրդ ջան։ Եվ պետքա որ մի հատ տնավարի յա խառնենք։ Այսպես հավեսին պետքա յա խառնենք։ Էլ հոտի մասին չեմ ասում, ժողովուրդ ջան։ Հենց հավեսին են հոտը որ գալիս է։ Շատ թեթև ձեթ է գալու։ Սեղանի մակերեսի վրա։ Եվ բաժանում են գնդերը։ Քիչիկները խմորի վրա, արդեն սկսում է աշխատել։ Եվ գնդեր ենք պատրաստում։ Գնդերն են պետքա մի 15 րոպե հանգստանա։ Մինչև գնդերը հանգստանա, մեր միջուկը լավ կսառի ողջանում, սկսենք տապակել։ Նայեք, Ջուլիան որ ասում էր սոխերը, տեսնում եք, արդեն սոխերը չկա, ժողովուրդ ջան։ Պետք է այդ ձևի տապակեք, որ ձեր մոտ շատ համեղ ստացվի։ Всё, չէ, Ջուլ, մեր արդեն միսը լավ տապակվել, արդեն պատրաստ է։ Հա, ողջան, երևի տեղափոխենք ուրիշ ամանի մեջ, որ շուտ սառի։ Ահա, ուրեմն անջատում եմ։ Եվ տեղափոխում ենք։ Օրես ինչ համեղ հոտ է։ Հա։ Հա։ Հələ տենանք հələ։ Հավեսին պերաշկի կպատրաստենք։ Տեղափոխվենք մեր Այսենց հավեսին տեղափոխում ենք ամանի մեջ, որ ինքը սառի, որ կարողանանք արդեն պատրաստել։ Դա խմորի մեջ չենք կարող միջուկը դնել, ողջան, դրա համար պետք է լավ սառի։ Այդ ընթացքում է գնդերը մի քիչ հանգստանա։ Եվ սկսենք թխել վերաշիները։ Դե ինձ թվում է կմիանանք, երբ որ արդեն գունդերը պատրաստ լինի, որ սկսենք արդեն պերաշկիները պատրաստել։ Գնացինք։ Ժողովուրդ ջան, արդեն մեր ամեն ինչը պատրաստ է, Ջուլիան խմորը լավ գնդել է, արդեն պատրաստ են, միջուկը արդեն սառել է։ Տապակի մեջ ուրեմն ավելացրել ենք ձեթ։ Ձեթը մի քիչ առատ ավելացրեք, որ ավելի գեղեցիկ ինքը տեսք ստանա տապակելուց։ Ինչից ենք սկսում։ Ուրեմն գնդելուց առաջ, վերջի գունդը գնդելուց առաջ սկսում ենք պատրաստել առաջի գնդից։ Ուրեմն տեղերով փոխում ենք, Փոխում ենք։ սկսում ենք պատրաստել։ Ձեռքով թեթև բացում ենք խմորը։ Ինքը շատ լավ խմոր է, պետք չի ոչ մի բան ավելացնել, չի կպնում ձեռքերին, սեղանին չի կպնում։ Բեր ես միս ավելացնեմ, դու Ավելացրա ողջան։ մակասես ինչ ձև, էլի։ Հա, բայց կողքերը միլեցրա, որ կարողանանք Դե խանգարեն, որ մոտը չստացվի։ Անպայման։ Ուրեմն սկսում ենք հիմա փակել խմորը։ Որ ովը շատ է սիրում, որ միջուկը լինի, դրա որ տեղը տեղին հավեսին ավելացրեց։ Դե բա տնավար ենք պատրաստում, պետք է ամեն ինչը ճոխ-ճոխ լինի, որ Լավ, ամրացնում ենք խմորը, որ չբացվի տապակելու ընթացքում։ Թեքում ենք, ձեռքով գեղեցիկ տեսք ենք տալի եւ դնում ենք կողքի, մինչեւ ձեթը լավ տաքանա։ դե մի հատ է լավ պատրաստի ջան։ Մենք երկրորդը պատրաստել։ Պատրաստում ենք երկրորդը։ Ուրեմն ավելացնում ենք միջուկը, կարող եք նաև կարտոֆիլով պատրաստել։ Նույն խմորը անել կարտոֆիլով։ Միջուկը մի օր էլ տենց կանենք, չէ՞ որ։ Դե միսով համով է, դրա համար էլ պետք է անպայման սկզբից մսով փորձենք։ Եթե մեր հետևորդները կոմենտարիաների մեջ գրեն պատրաստեք կարտոֆիլով, անպայման կպատրաստենք։ Նես որ սպասում ենք մեկնաբանության մեջ, որ անպայման գրեք։ Մեր ձեթը լը պատրաստ չի ջուր։ Իսկ ուրիշ ձև կարելի է փորձել, բացի էս տեստալ ուրիշ ձև էլ է։ Թե մենակ էս ձևն է։ Չէ, ոչ, կարկանդակա, այսինքն պերաշկին մենակ էս ձևը, Այ ճիշտ էլ ասացիր պերաշկի։ Պերաշկի մեր մանկության համն ու հոտնա, չէ՞ ողջան։ Դե հա, կա տես բան։ Ինձ թվում է դպրոցական տարիքում բոլորն էլ այդ պերաշկի ասված բուտկան բոլորն է կհիշեն, որ պերաշկի ոնց էին կեթում գնում դասերից հետո որ պետք է անպայման մի հատ պերաշկի ուտենք կամ էլ լամանջո։ Աստենք
մի Հələ բերեք մի հատ հələ տեսնենք, էլի ինչ ձև է պատրաստել, մի քիչ սխալներ բռնենք։ Չէ, ինձ թվում է նորմալ է։ Իսկ յան պետք չէ, ասես վերջում ասես երկարացնենք, այն որ ծախում են, խանութներում, ասես երկար։ Հա, երկար, չէ։ Այս խմոր ինքը ավելի սիրում է այս ձևի տեսք ստանք, շատ երկար ինքը այդքան սիրուն չի լինում, տապակելուց կզգաս, ո՞։ Հա։ Դե միջուկը շատ համեղ է ստացվել իրոքից։ Լրիվ համեղություն։ Հələ մի րոպե ես մի հատ նայեմ։ Կմիանանք տապակելու ժամանակ։ Գնացինք։ Ուրեմն ժողովուրդ ջան, մեր արդեն ձեթը լավ տաքացել է, եկավ այդ ժամանակը, որ անպայման պետքա տեղադրենք թավայի մեջ։ Մենք ձեր սրան։ Եվ երկրորդն ենք տեղափոխում։ Չէ, գեղեցիկ ստացվում է։ Վրան նորից ավելացնում ենք, որ գեղեցիկ ոսկեգույն ունի ստանում։ Հոր ջան, երևի գիտես ինչ պատրաստես դու։ Սև կարմիր բիբար խառնենք իրար, թե։ Ճիշտ ես։ Մեզ կպատրաստեմ։ Ճիշտ ես ասում, հիմա ես կպատրաստեմ։ Այ մեկ ժողովուրդ ջան, ինչ գեղեցիկ մեր մոտ ստացվում է։ Այսեն սիրուն, յան։ Անդադ վրան ձեթ ենք ավելացում, որ ինքը ամբողջությամբ գեղեցիկ տապակվի։ Իսկ թվում է տապակենք, այդ գործը դու ինչ գործողություն ես ջուր կատարում։ Հոր ջան, հիմա չեմ վերջացրել, երևի վերջացնենք և Միանանք։ միանանք, չէ՞ որ։ Դե ուրեմն ժողովուրդ ջան, ամբողջը պատրաստենք եւ ձեզ միանանք։ Գնացինք։ Ժողովուրդ ջան, մեր համեղությունը արդեն պատրաստ է, հիմա կներկայացնենք ինչ ձև է մեր մոտ ստացվել։ Լստենայք հիմա։ Լստենայք ժողովուրդ ջան, այս համեղությունը։ Լստենայք։ Բայց ոնց կարա մարդ չպատրաստի ու չվայելի։ Համովա։ Այդ ընթացքում ոչ ջան, ես քան պատրաստեմ, ինչև դվայել ես։ Գիտես ինչ ձև եմ ուզում փորձենք։ Հիմա այս ձևի ջուր կփորձենք հիմա։ Դանակի օգնությամբ կտրատենք։ Ու կտեսնենք ինչ ձև է մեր մոտ ստացվել ժողովուրդ ջան։ Լստենայք, այս համեղությունը։ Լայա, մեջին այ մեկ սոկը։ Խմորն էլ հավասար էփել է, չէ՞ ոչ։ Խմորն էլ շատ հավասար էփել է։ Եվ վայելում ենք ժողովուրդ ջան։ Գնացի ո՞։ Օրից ինչ համով է ժողովուրդ ջան։ Վայ չուտողին։ Սա տնական թանն էլ պատրաստում, հա։ Օրից ինչ համեղություն է։ Լավ, ես գնացի ժողովուրդ ջան, պակա։ Այսպես վերցնում ենք ժողովուրդ ջան։ Սև բիբար, կարմիր բիբար։ Եվ մի փոքր կարելի է աղ ավելացնել։ Սև թանդ ոչ ջան։ Լավա։ Ժողովուրդ ջան։ Որսում ես պերաշկիները վեկալեցի գնացի, շատ համեղ է ստացվել։ Դե էլ ինչ պերաշկի առանց թանի ժողովուրդ ջան։ Վայ։ Մեկ փորձենք մեջը, տեսնենք ոնց է։ Շատ լավ է թելա խմորը։ Լրիվ համեղություն է ժողովուրդ ջան։ Ես որ խնդրենք բոլորիդ մեկնաբանության մեջ անպայման գրեք, որ պատրաստում եք ձեր մոտ էլա այս ձևի ստացում։ Սպասում եք ձեր մեկնաբանությանը։ Իսկ թվում է մեր մոտ լավ ստացվավ ամեն ինչ, չէ՞ ջուր։ Շատ լավ ստացավ։ Էլի եմ կրկնում ժողովուրդ ջան, մենք մեր տարբերակներն ենք ցույց տալի, թե մենք ոնց ենք պատրաստում։ Ժողովուրդ ջան, ամեն վիդեոների վերջում նույն բանն եմ էլի կրկնում։ Էս իմ ամենասիրած բանն է, որ այսենց ընտանիքով չարչարում ենք, հեսա պիտի նստենք մեր պատրաստած պերաշկիները վայելենք։ Դե գնացինք վայելելու։